Ստենտավորման մասին խոսենք, ինչ է այն իրենից ներկայացնում, երբ է անհրաժեշտ դիմել ստենտավորման եւ երբ ոչ։ Գիտեք, ստենտավորումը ես չեմ սխալված չեմ լինի, որ մեջ բերեմ գիտնականով հայտնաբերեց կորոնարոգրաֆիայի մեթոդը, այսինքն նախապես ախտորոշումը գնահատել անոթների վիճակը, նա Նոբելյան մրցանակի արժանացել, որովհետև տեսեք ինչ աշխատանք է կատարվում, 100 հազարավորները, միլիոնավորները փրկվում են մեկ փոքրիկ գործիքի միջոցով։ Նախ ստենտավորումը դա անոթի լուսանցքի մեխանիկական բացումն է, ես խոսեցի 100% խցանման մասին, հատուկ ուղելարանացնել, տրոմբը մաքրել եւ մեխանիկական բացել անոթի լուսանցքը, այլ խոսքով արյան հոսքը վերականգնել։ Սրտամկանի ինֆարկտը 98% դեպքերում պատճառը աթերոտրոմբոզն է, իմաստած աթերոսկլերոզ, որի վրա տրոմբ եւ դրանք ավարտվում են գրեթե միշտ ստենտավորումով, եւ որտեղ կարիք կա փակված անոթը միանշանակ բացել։ Իսկ որ դեպքերում սա խոսեցինք սուր դեպքերի մասին, բայց գոյություն է պլանային ստենտավորումներ, այսինքն արդեն ոչ թե ինֆարկտի փուլում ենք մենք հիվանդին հայտնաբերել, այլ գանգատների սկզբնական փուլում, եւ որ ասեցի 2-3 տևողության կարճատև ցավ։ Երբ կորոնարոգրաֆիան կատարվում է, ես ասեմ, դա ժողովուրդը զոնդավորում է ասում։ Զոնդավորումը ստենտավորումը չէ, մարդիկ հաճախ դա շփոթում են։ Կորոնարոգրաֆիա եթե հայտնաբերեց 70% եւ ավել խցանված լուսանց, դա արդեն խոսք է գնում պլանային ստենտավորման մասին։ Այսինքն նախապես անոթը լուսանցքը բացել, որպեսզի կանխվի տրոմբի գոյացումը եւ ինֆարկտի առաջացումը, դա կանխարգելիչ պրոֆիլակտիկ ստենտավորում։ Սակայն գոյություն ունի 50-ից 70% դա մոխրագույն գոտի ենք անվանում, երբ միայն կորոնարոգրաֆիայով որոշել դա ստենտավորել պետք է թե ոչ սխալ է։ Ահա այստեղ օգնության են գալիս ֆունկցիոնալ տեստերը, ստրես տեստերը եւ OCT ներսից լուսանցքը գնահատելը, ոչ միայն կորոնարոգրաֆիայի ժամանակ։ Եվ իհարկե մինչև 50% նեղացումից հաճախ են հարցնում, շատ տեղին են ձեր հարցը, դրանք ուշադրության արժանի չեն ստենտավորման նպատակով, այլ կյանքի որակի փոփոխություն եւ ըստ անհրաժեշտության նաեւ դեղորայքի օգտագործումը կարող է մինչև կյանքի վերջը 50%-ը 52% ու երբեք էլ կարիք չի ստենտավոր։